Օրհնյալ է Աստված ամեն ժամանակ, որ փառքը պատիվը նրան այսօրվա մեջ։ Փառք Աստծուն այ որ ունենք առիթ կրկին անգամ մեկտեղ հավաքվելու, Աստծո անունը փառավորելու եւ նրա խոսքի հետ բաժնեկից լինելու համար։ Ամեն թող Աստված օրհնի ամենքիդ, լեցնի իր խոսքով եւ իր հոգով զորացնի ձեզ եւ ձեզ զորացնի Քրիստոսի խաչի զորությունը։ Ամեն։ Թող այս օրը յուրաքանչյուրիս համար լինի մի նոր ընթացքի սկիզբ Հիսուս Քրիստոսով։ Ամեն։ Վերցրու այս խոսքը հռչակիր քեզ համար, այսօր ինձ համար մի նոր ընթացքի սկիզբ է լինելու Աստծո Սուրբ Հոգով Քրիստոսի խաչի զորությունով։ Ամեն։ Այսօր մենք հռչակելու ենք ավետարանը, որովհետև ավետարանը հենց Աստծո զորությունն է։ Հռչակենք Աստծո խոսքը եւ Աստծո խոսքը իր զորությամբ կգործի մեր կյանքի մեջ։ Բայց մենք չենք անդրադառնա բովանդակության հռչակումների, կհռչակենք Քրիստոսի խաչի զորությունը մեր կյանքերի մեջ։ Ինչ իրավիճակների մեջ էլ որ լինես, ինչ դժվարությունների միջով էլ որ դու անցնես, հռչակիր ավետարանի զորությունը քեզ համար։ Փառաբանիր ու գոհություն հայտնիր Աստծուն եւ դու կտեսնես քո կյանքի մեջ նորոգություն, թարմություն, լեցունություն եւ վերականգնում։ Օրհնյալ է Աստված, փառք նրան, որ նա գիտի իրեն պաշտողներին փրկել ամեն տեսակ նեղություններից։ Ամեն։ Գիտեք, մեր կյանքի հոգսերը, առօրյա խնդիրները կարող են հաճախ տրտմեցնել մեզ, կարող են հիասթափեցնել մեզ, կարող են շատ անհանգստություններ պատճառել մեզ եւ մեզ դարձնել շատ զբաղված։ Բայց մենք երբեք չպետք է թույլ տանք, որ դա մեզանից խլի մեր երկրպագությունը, մեր հարաբերությունն ու հաղորդակցությունը Աստծո հետ։ Ամեն։ Մենք չպետք է կենտրոնանանք մեր խնդիրների վրա եւ թույլ տանք, որ դա մեզ այնքան տրտմեցնի, որ մեզ հեռացնի Աստծուց, Աստծո հետ հաղորդակցությունից։ Սաղմոս 42:11-ն ասում է. Ինչու ես տրտում, ով անձին, եւ ինչու ես խռոված ինձանում, հույսը դիր Աստծո վրա, որովհետեւ էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է եւ իմ Աստվածը։ Ամեն։ Քո կյանքում եղող ամեն դժվարությունների ժամանակ հույսը դիր Աստծո վրա։ Անձը դա մեր ներքին էությունն է, դա մեր միտքն է, կամքն է եւ զգացմունքներն են, որոնց վրա մենք պետք է տիրենք, կառավարենք Աստծո հոգով, այլ ոչ թե թույլ տանք, որ զգացմունքները եւ մեր ցանկությունները կառավարեն մեզ։ Դու կարող ես քո ներսում շատ խնդիրներ ունենալ, ներքին կամ արտաքին։ Կարող ես քեզ տրտմած զգալ, մեկուսացված զգալ, պարտված զգալ քո դժվարություններին պատճառով, նայելով քո դժվարություններին, բայց հենց այս զգացմունքային իրավիճակների մեջ է, որ դու պետք է կարողանաս հույսը դնել Աստծո վրա, որ դու պետք է կարողանաս այո քո անձին ասես, ով անձին հույսը դիր Աստծո վրա։ Ամեն։ Եկեք հիմա ասենք ինքներս մեր անձերին, ով անձին հույսը դիր Աստծո վրա։ Ամեն։ Ով անձին միևնույն է, ես պիտի գոհանամ Աստծուց եւ իմ Աստծուն պիտի սաղմոս ասեմ եւ պիտի փառաբանեմ նրան, որովհետեւ նա իմ Աստվածն է եւ իմ փրկությունը։ Նա է հույս բարգեւող Աստվածը, նա է տկարին զորացնողը, նա է ընկածին բարձրացնողը, նա է քո բոլոր խնդիրների, ցավերի ու դժվարությունների մեջ քեզ մխիթարողն ու վերականգնողը իր Սուրբ Հոգով եւ իր խաչի զորությունով։ Ամեն։ Ինչպես ասացի, այո, այսօր մենք կհռչակենք Աստծո խոսքը, ավետարանի խոսքը, որովհետեւ Աստծո խոսքի այս հռչակումը բերում է Աստծո զորությունը մեր կյանքերի մեջ։ Բերում է Աստծո զորությունը մեր իրավիճակների վրա, որովհետև Աստծո խոսքը հենց իր զորությունն է, ավետարանը Աստծո զորությունն է։ Ամեն։ Ուղղակի մենք պետք է հավատքով կապվենք Աստծո խոսքին, որպեսզի այդ խոսքը մեր կյանքի մեջ պտուղ բերի, արդյունք տա մեր կյանքի մեջ։ Հավատքը դա բանալի է, որը գործի է դնում Քրիստոսով եղող օրհնությունները մեր կյանքի մեջ։ Ամեն։ Սկսենք Միքիայի 7-րդ գլխից 8-րդ համարը։ Ասում է. մի ուրախացիր իմ դեմ, ով իմ թշնամի, թեև ընկնեմ, վեր պետք է կենամ, թեև խավարի մեջ նստեմ, ինձ վրա Տերը ինձ վրա լույս պիտի ծագեցնի դարձյալ։ Ամեն։ Ունես այս համոզմունքը քո կյանքի մեջ, որ թեկուզ եւ ընկնես, միևնույն է Աստված քեզ բարձրացնելու է, Աստված քեզ վրա քո կյանքում եղող իրավիճակների մեջ լույս ու հույս է բերելու քեզ վրա։
Հույսը դիր Աստծո վրա, վստահիր Աստծո խոսքին, Քրիստոսի զորավոր խաչի գործին, եւ դու այո կտեսնես քո կյանքի մեջ նորոգություն, բժշկություն եւ թարմություն։ Թշնամի ասելով մենք չպետք է կենտրոնանանք մարդու վրա։ Մարդը չի մեր թշնամին, այլ մեր մեծագույն թշնամին դա սատանան է, ով մեր կյանքում եղող դժվարությունների, հոգսերի, խնդիրների պատճառով առիթավորվում է, ուրախանում է, կարծելով թե պարտության է մատնում մեզ, բայց սա իրականում խաբկանք է, նա չի կարող մեզ պարտության մատնել, որովհետև հենց ինքը արդեն իսկ պարտված ու ջախջախված թշնամի է։ Ուղղակի մենք պետք է գիտակցենք, որ այո, կարող ենք հայտնվել խնդիրների, դժվարությունների մեջ, կարող ենք անցնել փորձություններով, բայց պետք է գիտակցենք, որ դա մեզ համար պարտություն չէ, ընկած լինել, տկարացած լինել, դա չի նշանակում լինել պարտված, որովհետև մեր հույսը Աստված է եւ նա մեզ կբարձրացնի, կզորացնի եւ կրկին կվերականգնի։ Մենք նման իրավիճակների մեջ այո պետք է Քրիստոսի խաչի զորությունը, նրա հարուսյալ զորությունը հրճակենք մեզ վրա եւ այս կերպով սատանային կրկին անգամ հիշեցնել նրա ջախջախված պարտության մասին։ Ամեն Այո, սատանա կարող է մեր կյանքում եղող իրավիճակները, հոգսերը մեր դեմ օգտագործել եւ սրանով ցույց տալ, որ տես դու պարտված ես, տես դու տկարացած ես։ Այո, մենք կարող ենք տկար լինել, բայց մեր տկարության մեջ է, որ երևում է Աստծո զորությունը։ Գիտեք, երբ որ Քրիստոսին խաչում էին, նրան խաչողները, ինչպես նաեւ սատանան, ուրախանում էին, կարծելով, որ նրանք խայտարակ արեցին Քրիստոսին եւ նրա հետևորդներին։ Իրականում նրանք երկու հիմնավոր պատճառ ունեին այսպես մտածելու, այսպես կարծելու։ Դե առաջինը հենց նա էր, որ խաչի մահը, խաչի մահապատիժը խայտարակ մահ էր համարվում հրեական ընկալման մեջ, մշակույթի մեջ, եւ երկրորդ պատճառը, որ նրանք մտածում էին խայտարակ արեցին Քրիստոսին, դա մերկությունն էր, Քրիստոսին մերկացին, ծաղրեցին եւ խաչը հանեցին։ Եվ այսպիսով նրանք մտածում էին, որ խայտարակեցին Քրիստոսին եւ պարտության մատնեցին նրան հավատացողներին, բայց իրականում նրանց այս ուրախությունը շատ կարճ տևեց, միշտ նրանք կարծում էին, որ իրենք են խայտարակ անում Քրիստոսին։ Սուրբ Գիրքը ասում է Կողոսացիների 2-րդ գլուխ 14-15 համարում ասում է, որ Քրիստոսը իր իշխանությամբ, խաչի մահով եւ հարությամբ զինաթափ արեց ոգեղեն աշխարհի իշխանություններին, նրանց հայտնապես խայտարակելով եւ պարտության մատնելով խաչի վրա իր մահվամբ եւ իր իշխանությամբ։ Ամեն։ Տեսեք, խոսքն ասում է, որ Քրիստոսը հայտնապես արեց, բացահայտ կերպով խայտարակեց եւ պարտության մատնեց սատանային։ Նա սա թաքուն չարեց, ասենք չտարավ Գողգոթայի մի անկյունում հացերը լուծեց, որ ոչ ոք չտեսնի։ Սատանան սրա շատ երազել, որ այդպես լինի, որ ծածկված մնա Քրիստոսի խաչի գործը։ Նրա նպատակն է, որ մարդկանց մեջ հնարավորինս քողարկված, ծածկված պահեն Քրիստոսի խաչի գործը, նրա հաղթությունը, բայց իրականում դա բացահայտված է մեզ համար ավետարանի միջոցով։ Եկեք նորից հռչակենք Միքիայի 7:8-ը։ Մի ուրախացիր իմ դեմ, ով իմ թշնամի, հետ ընկնեմ, վեր կկենամ, ամեն, որովհետև այո Տերը իմ զորությունն է։ Եթե դուք ես ինչ-որ խնդրի պատճառով կամ արարքի պատճառով ամոթահար ես զգում կամ պարտված ես զգում, դու ուղղակի ուրախացրել ես քո թշնամուն։ Բայց այսօր դու կարող ես այդ թշնամու ուրախությանը վերջ դնել կրկին անգամ քեզ վրա հռչակելով Քրիստոսի խաչի զորությունը եւ նրա արյան ծածկոցն ու պաշտպանությունը։ Այսօր պարսպապատիր քեզ Քրիստոսի արյան ծածկոցով։ Ամեն։ Շարունակությունը Միքիայի 7-րդ գլուխ 11 համարում ասում է այն օրը, երբ որ քո պարիսպները կշինվեն, նույն օրը քո սահմանները կընդարձակվեն։ Այսօր այդ օրն է, որ դու Քրիստոսի այրունով, նրա խաչի զորությունով պարսպապատես քեզ, շինես քո պարիսպները եւ դու կտեսնես քո հաղթությունը քո կյանքի մեջ։ Եթե ուզում ես հաղթություն տեսնել քո կյանքի մեջ, եթե ուզում ես դարձյալ վերապրես հաղթության ուրախությունը, ամբողջությամբ ապավինիր Քրիստոսի խաչի գործին, նրա կատարած գործին։ Պարիսպը դա ամրություն, պաշտպանություն, ապահովություն է համարվում։ Քրիստոսի արյունը, նրա խաչի զորությունը մեզ համար ամրություն է, պաշտպանություն է եւ ապահովություն է։ Ամեն։
Հույսը դիր միայն Քրիստոսի խաչի զորության վրա։ Նրանով պարսպապատիր քեզ, դա է միակ ապահովությունը եւ պաշտպանությունը մեզ համար։ Հույս մի դիր քո որևէ ձեռքբերումների, գիտելիքների, ջանքերի վրա, մարդկային ջանքերի վրա, դրանք ժամանակավոր են եւ դրանք չեն կարող քեզ համար իրական ապահովություն այսպես ստեղծել, բարի ստեղծել քեզ համար եւ պաշտպանել քեզ։ Միակ ապահովությունը դա Հիսուս Քրիստոսի խաչի զորությունն է, այսօր մեզ վրա որ գործում է։ Ամեն։ Առակաց 18:11-ն ասում է, որ հարուստի ունեցվածքը իր ամուր բերդաքաղաքն է եւ ասում է նրա երևակայության մեջ սա նրա համար բարձր պարիսպի նման է։ Նրա ունեցվածքը, նրա ձեռքբերումները ասում է, որ իր երևակայության մեջ բարձր պարիսպի նման է։ Տեսեք, մարդը իր կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումները թե նյութական եւ թե ինտելեկտուալ առումով կրթություն, գիտություն, ունեցվածք եւ այլ ձեռքբերումներ դարձնում է իր պարիսպը, իր պաշտպանությունը եւ ասում է, որ սա նրա միայն երևակայության մեջ է այդպիսին։ Եվ սա մարդու մեջ բարձրացնում է հպարտություն, որովհետեւ այն մարդը, ով իրեն պարսպապատում է իր մարդկային ջանքերով ու ձեռքբերումներով եւ հույսը դնում է իր ձեռքբերումների վրա, այլ ոչ թե Քրիստոսի խաչի զորության վրա, դա հպարտություն է բարձրացնում մարդու մեջ եւ շարունակությունում Առակացի 18:12-ը ասում է, որ մարդու սիրտը հպարտանում է իր կործանումից առաջ։ Մարդը իր երևակայության մեջ կարող է իր համար պարիսպներ, ամրություններ կառուցել, շինել իր երևակայության մեջ, բայց իրականության մեջ նրա պարիսպները քանդված են։ Նրա ներսը տակնու վրա է արված։ Նրանից գողացված են հոգևոր արժեքները, նրանից գողացված է Աստծո այդ հաղորդակցությունը, աղոթքի կյանքը, ընթերցանությունը, գողացված է իր ներքին ուրախությունը, խաղաղությունը, ինչի համար, որովհետև նա մարդը իրեն չի պարսպապատել Քրիստոսի արյունով եւ ամբողջությամբ իր հույսը չի դրել Քրիստոսի խաչի պաշտպանության վրա։ Իսկ Հովհաննեսի ավետարանում ասում է, որ սատանան գալիս է միայն գողանալու, փչացնելու համար, ինչի որովհետև նա իմանում է, որ դա իրենը չի եւ դա գողանում ու փչացնում է, որպեսզի մարդը իր կյանքի մեջ կարողանա վայելել աստվածային օրհնությունները, որովհետեւ մարդու կյանքում կա վնասված պարիսպներ, բայց այսօր մենք կարող ենք պարսպապատել մեզ Քրիստոսով, հռչակել Քրիստոսի արյունը մեզ վրա եւ մենք կտեսնենք մեր սահմանների ընդարձակումը, ինչպես որ կարդացինք Միքիան 11:7-ի այն օրը, երբ կշինվեն պարիսպները, սահմանները կընդարձակվեն։ Ամեն։ Քրիստոսի խաչի զորությունը, ավետարանի զորությունը երբեք չի կորցրել իր դերն ու նշանակությունը, երբեք չի կորցրել իր զորությունը, բայց այն կարող է շատերի կյանքի մեջ օգուտ չբերել, չգործել, անտեսված լինելով մարդու սխալ մտածելակերպի պատճառով։ Ուրեմն մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր մտածելակերպին, ինչպես ենք մտածում, արդյոք մեր մտքի մեջ, մեր համոզմունքների մեջ միայն Քրիստոսի խաչի զորությունն է։ Այսինքն, երբ որ մարդը բավարար չի համարում Քրիստոսի արյունը, Քրիստոսի շնորհը եւ շեշտը դնում է այլ բաների վրա, օրինակ կրոն, ավանդույթներ, սկզբունքներ եւ այլ ձեռքբերումների վրա է հույսը դնում, նա Քրիստոսի արյան մեջ խառնուրդ է մտցնում, Քրիստոսի արյան մեջ խառնում է օտար մի բան եւ Աստված խառնուրդ չի սիրում եւ խառնուրդ չի ընդունում։ Դա նշանակում է, որ տվյալ անձը Քրիստոսի արյունը բավարար չի համարում, Քրիստոսի խաչի զորությունն ու պաշտպանությունը բավարար չի համարում եւ շեշտը դնում է իր ձեռքբերումների, իր համոզմունքների վրա եւ սա եւ այս անձի մեջ, ով որ Քրիստոսի արյունն անարգում է իր մտածելակերպով, իր գործերով, այս անձի մեջ դադարում է գործել Քրիստոսի խաչի զորությունը եւ նշանակությունը։ Եվ սա մեծագույն մոլորությունն է հավատացյալների կյանքի մեջ։ Սատանայի նպատակն է մարդու կենտրոնացումը շեղել ճշմարիտ ավետարանից, խաչի զորությունից, Քրիստոսի խաչի քարոզչությունից եւ նրան կենտրոնացնել այլ միջոցների, օրենքների, կանոնների եւ սկզբունքների վրա։ Չգիտես ինչի մարդու համոզմունքների մեջ կա մի ձևակերպած սխալ այսպիսի մտածելակերպ։
Մարդը մտածում է, որ նա միշտ ինչ-որ մի լավ բան, բարի գործ պետք է կատարի, ջանքեր պետք է գործադրի, որ արժանանա Աստծո սիրուն, ողորմությանը եւ Աստծո բարեհաճությանը։ Բայց իրականում չկա մի որևէ գործ, մարդկային ջանքեր, որ մենք կարողանանք անել, որպեսզի ստանանք Աստծո բարեհաճությունը։ Միակ մեծագույն գործը, որ մենք կարող ենք անել եւ ստանալ Աստծո բարեհաճությունը, դա հավատալն է Քրիստոսի խաչի գործին եւ նրա զորությանը։ Ամեն։ Մենք նման շատ մեծ օրինակ ունենք Սուրբ գրքում։ Գաղատացիների ուղերձը, կարծում եմ ծանոթ եք այդ ուղերձին, 3-րդ գլուխ առաջի համարն ասում է, Պողոս Առաքյալն ասում է Գաղատիա եկեղեցուն, ով անմիտ գաղատացիներ, ով հրապուրեց ձեզ, մոռացաք խաչի վրա Քրիստոսի մահը, որ ես պատկերեցի, ասում է ձեր աչքերի առաջին։ Կարծում եմ Պողոս Առաքյալը այնքան իրական, այնքան գերբնական, տեսանելի, պատկերավոր ու զորավոր կերպով է նկարագրել Քրիստոսի խաչի գործը եւ զորությունը, որ նրա ունկնդիրների աչքի առաջ կարծես թե կերպարվել է այդ տեսարանը Քրիստոսի խաչի, բայց նրանք տրվել էին մոլորությանը։ Նրանք հրապուրվել էին եւ իրենց հավատքի, համոզմունքների ու ավետարանի քարոզչության մեջ խառնուրդ էին մսրել, որն Աստված չի ընդունում եւ չի հավանում։ Հրապուրված լինել նշանակում է լինել հմայված, նշանակում է լինել կախարդված, նշանակում է լինել օտար ոգու, մոլորության ոգու ազդեցության տակ։ Եվ պատճառը, որ նրանք հայտնվել էին, հմայվել էին, դա նրանց միտքն էր։ Առաքյալն ասում է անմիտ գաղատացիներ, այսինքն նրանք անմտություն էին արել, նրանք իրենց մտքի մեջ հաստատուն, համոզմունքների մեջ հաստատուն միտք չէին ունեցել Քրիստոսի խաչի գործի վերաբերյալ եւ հեշտությամբ տրվել էին մոլորությանը, ավետարանին, Աստծո զորությանը, խառնելով օրենքի կանոնների գործադրությունը։ Որոշ ինքնակոչ ուսուցիչներ սողոսկել էին Գաղատիա եկեղեցիների մեջ եւ ուսուցանում էին օտար մի բան, օտար ուսմունք, օտար ավետարան եւ օտար Քրիստոս, շողոքորթելով նրանք գրավում էին մարդկանց միտքն ու ուշադրությունը, շեշտը դնելով ոչ թե Աստծո Քրիստոսի խաչի զորության վրա, այլ նրանք շեշտը դնում էին, թե ինչ մեթոդներով քարոզչություն անեն, որ գրավեն մարդկանց միտքն ու ուշադրությունը, քարոզչության մեթոդներով գրավել մարդկանց ուշադրությունը, շողոքորթելով գրավել մարդկանց եւ նրանց դարձնել շողոքորթության գերի։ Գիտեք, շողոքորթություն նշանակում է հաճոյախոսություն անելով գրավել մարդկանց ուշադրությունը։ Շողոքորթություն նաև նշանակում է ունենալ ստրկամտություն, այսինքն հաճոյախոսելով գրավել մարդուն եւ նրան դարձնել քո գաղափարների գերին։ Բայց մենք գիտեք, քրիստոնեությունը, Քրիստոսի խաչի զորությունը դա ուղղակի գաղափարախոսություն չէ։ Դա Աստծո զորությունն է։ Ավետարանը Աստծո զորությունն է, որ կարող է փրկել ամեն հավատացողին։ Այո, այդ ուսուցիչները, այդ սխալ վարդապետները սողոսկում էին հավատացյալների կյանքերի մեջ եւ փորձում էին շողոքորթությամբ գրավել նրանց։ Առակաց 18:8-ում ասում է, որ շողոքորթող մարդու խոսքերը քաղցր պատառների նման են եւ ասում է դրանք հաստում են միջև մարդու դերասնա որովայնը, թափանցում են մարդու շնչի զգացմունքների մեջ, խաղում են մարդու զգացմունքների մեջ եւ ստեկացնում են մարդուն։ Այս մասով Պողոս Առաքյալը շատ դիպուկ է ասում առաջի Թեսաղոնիկեցիներ 2-րդ գլուխ 3-6 համարներ։ Ասում է արդարև ձեզ ուղված մեր հորդորը ոչ մոլորության վրա է հիմնված, ոչ էլ կեղտոտ եւ նենգ միջոցների, այլ խոսեցինք այնպես, ինչպես Աստված է ուզում, որովհետև Աստված մեզ փորձեց եւ իր ավետարանը վստահեց մեզ։ Խոսում ենք ոչ թե մարդկանց հաճելի լինելու համար, այլ Աստծուն, որ քննում է մեր սրտի խորհուրդները, այսինքն նա քննում է մեր շարժարիչները։ Մեկ այլ խոսքում Պողոս Առաքյալն ասում է, եթե ես փորձեի իմ քարոզչությամբ հաճելի լինել մարդկանց, ասում է ես կդադարեի ուղղակի Քրիստոսի ծառա լինելուց։ Այստեղ 6-րդ համարում ասում է, ինչպես գիտեք, ոչ շողոքորթություն արեցինք
եւ ոչ էլ մեր շահը փնտրեցինք, վկա է Աստված, որևէ մեկից փառք չփնտրեցինք, ոչ ձեզնից եւ ոչ էլ ուրիշներից։ Պողոս առաքյալն ասում է, որ մեր քարոզչությունը իր մեջ խառնուրդ չունի։ Մենք քարոզում ենք ավետարանը կամ հռչակում ենք ավետարանը Աստծուն հաճելի լինելու համար եւ ոչ թե մարդկանց, իսկ Աստծո ավետարանի հռչակումն էլ մարդկանց մեջ ներգործում է Աստծո զորությամբ։ Եվ այո, Աստծո ավետարանը զորություն է եւ կարող է փրկել ամեն հավատացողի։ Հռոմեացիներում ասում է Պողոսը, որ ես ամոթ չեմ համարում քարոզել Աստծո ավետարանը, որովհետև դա ասում է Աստծո զորությունն է, ավետարանը Աստծո զորությունն է, ամեն, եւ այո, ինչ իմաստ կա դա ամոթ համարելու, եթե իրականում մարդը վայելել է, վերապրել է խաչի զորությունը, խաչի քարոզչությունը, ավետարանի զորությունը իր կյանքի մեջ, որևէ իմաստ չկա դա ամոթ համարելու, որովհետև դա զորություն է։ Քարոզել ավետարան նշանակում է հռչակել ավետարանը, ազդարարել բարի լուրը։ Քրիստոս ինքը քարոզեց, հռչակեց եւ ազդարարեց բարի լուրը, ասելով, որ եկել է, հասել է Աստծո արքայությունը ձեզ վրա։ Հետո նա սկսեց ուսուցանել, թե ինչ է Աստծո արքայությունը։ Սկզբում հռչակեց Աստծո արքայությունը, թագավորությունը, տնօրինությունը եւ արդեն Մատթեոս 5, 6 եւ 7 գլուխներում դա երանիների պատգամն է, ուսուցումն է, այդտեղ Քրիստոս բովանդակային կերպով ներկայացնում է, ուսուցանում է, թե ինչ է Աստծո արքայությունը եւ ինչպիսին պետք է լինի Աստծո արքայությունը իր մեջ ընդունած, ինչպիսի ապրելակերպ պետք է ունենա Աստծո արքայությունն իր մեջ ընդունած անձը։ Քարոզը ուսուցումից մի փոքր տարբերվում է։ Քարոզը հռչակում է ավետարանի ճշմարտությունները առանց խոսելու դրա բովանդակության մասին, ինչը որ մենք այսօր անում ենք, մենք հռչակում ենք ավետարանը, քարոզչությունը, խաչի զորությունը, բայց չենք խոսի դրա բովանդակությունների մասին։ Իսկ ուսուցումը հենց ներկայացնում, խոսում է այդ հռչակումների բովանդակության մասին որպես վարդապետություն։ Քրիստոս հռչակեց, հետո ուսուցանեց, մանրամասնեց բովանդակությունը Աստծո արքայության։ Մտածենք մի պահ մենք ինչ խառնուրդ ենք շինել մեր մտքի մեջ, մեր համոզմունքների մեջ, մեր հավատքի մեջ Քրիստոսի խաչի վերաբերյալ։ Հիշեք, որ Աստված չի ընդունում որևէ խառնուրդ ավետարանի մեջ, խաչի զորության մեջ։ Կողոսացիների առաջի գլուխ 18-ից 22 համարները ներկայացնում է Քրիստոսի խաչի գործը, բայց մենք կկարդանք միայն 21 եւ 22 համարները եւ կտեսնենք, որ այո, իրականում մենք որևէ մարդկային ջանքեր չէինք կարող գործադրել, որ լինեինք այնպիսին, ինչպիսին, որ հիմա այստեղ խոսքը նկարագրում է, ներկայացնում է մեզ։ 21 համարն ասում է. դուք էլ մի ժամանակ օտարացել էիք Աստծուց եւ թշնամացել նրան ձեր մտածելակերպով եւ չար գործերով։ Մարդը Աստծուն թշնամի է լինում, դառնում իր չնորոգված մտքով, մտածելակերպով, որին հաջորդում են գործերը, այսինքն ապրելակերպը։ 22 համարն ասում է, բայց այժմ, այսինքն երբ որ դուք հավատացիք խաչի քարոզչությանը, Քրիստոսի խաչի զորությունը սկսեց գործել ձեր կյանքի մեջ, բայց այժմ Քրիստոսն իր մարդեղությամբ եւ մահվամբ ձեզ հաշտեցրեց Աստծո հետ, որպեսզի դուք նրան ներկայանաք սուրբ, անբիծ եւ անմեղադրելի, այսինքն հենց այնպիսին, ինչպիսին որ Քրիստոսն է։ Եվ հիմա Աստված մեզ նայում է, որպես իր որդու հարազատ պատկերը ունեցողներ։ Ամեն, մենք Աստծո առաջին Քրիստոսի խաչի զորությամբ, Քրիստոսի արյունով ներկայացված ենք սուրբ, անմեղ եւ անմեղադրելի։ Անկախ նրանից ձեզ ինչ կասեն, ինչ պիտակներ կկպցնեն ձեզ, դուք Աստծո առաջին անմեղադրելի եք։ Ինքը Աստված չի մեղադրում մեզ, որովհետև նրա որդու արյունը շարունակաբար մեզ վրա գործում է։ Ամեն։ Փառք Աստծո նրա զորավոր զոհի համար։ Տեսեք, իրականում այո, մենք ինչ կարող ենք անել, որ լինեինք այնպիսին, ինչպիսին որ քիչ առաջ կարդացինք։ Ինչ կարող ենք անել մեր ջանքերով, որ լինեինք սուրբ,
մաքուր, անբիծ եւ անմեղադրելի։ Իրականում չկա որևէ ջանք, գործ, որ մենք անենք եւ Աստծո առաջին լինենք այդպիսի։ Կար տրված օրենք, սկզբունքներ ու կանոններ, որոնք մարդը գործադրելով պետք է այսպիսին լիներ Աստծո առաջին, բայց խոսքն ասում է, որ որևէ մեկը օրենքը գործադրելով, կանոնները կատարելով չկարողացավ Աստծո առաջին ներկայանալ այսպիսին։ Ոչ ոք օրենքը գործադրելով չկարողացավ բավարարել Հայր Աստծո կամքը, ծրագիրը եւ նրա ցանկությունները, դրա համար էլ Աստված որոշեց մեզ մի գերազանց շնորհ շնորհել, եւ դա Հիսուս Քրիստոսն է։ Ամեն փառք Աստծուն նրա այդ գերազանց մեծ շնորհի համար։ Քրիստոսի շնորհը գերազանցում է ցանկացած օրենքի գործադրում, ցանկացած սկզբունքներ, կանոններ, որոնցով մարդիկ երբևէ փորձել են Աստծո առաջին ներկայանալ, երևալ որպես արդար։ Եփեսացիների 2:7-ը ներկայացնում է Քրիստոսի, ներկայացնում է այն պատճառը, որ Աստված հայտնեց Քրիստոսին, հայտնեց նրա շնորհը։ Ասում է, Աստված հայտնեց իր շնորհը, Քրիստոսին հայտնեց, որպեսզի գալիք բոլոր ժամանակների մեջ մարդիկ տեսնեն գերազանցորեն այն մեծ շնորհը, որ Աստված այդքան բարությամբ շնորհեց մեզ Քրիստոսի անձի մեջ։ Ամեն, ասացեք գերազանցորեն մեծ շնորհ։ Գերազանցորեն մեծ շնորհ։ Քրիստոսի շնորհը գերազանցեց ամեն բան։ Քրիստոսի շնորհը գերազանցեց նախքան այդ եղող բոլոր այն կանոնները, նախապայմանները, սկզբունքները, որոնցով մարդիկ փորձում էին Աստծո առաջին արդար երևալ։ Եվ Քրիստոս չդարձավ ուղղակի այդ միջոցներից մեկը, այլ նա դարձավ միակ միջոցը մեր փրկության, Աստծո հետ հաշտության, մեր սրբության եւ արդարության։ Չկա որևէ միջոց, չկա մեկ այլ միջնորդ մարդու եւ Աստծո միջեւ։ Դա միակ Քրիստոս արդարն է։ Ամեն։ Քրիստոսը միակ արդարն է, ով բավարարեց Հայր Աստծո կամքը եւ ցանկությունները իր իսկ սեփական այրությամբ։ Եբրայեցիների 9-րդ գլուխ 12-ից 15 համարներ։ Այստեղ ներկայացնում է Քրիստոսի արյան գերազանցությունը այն բոլոր զոհերի արյունից, որ քահանայապետը կատարում էր Աստծո առաջին։ Ասում է, որ Քրիստոսը իր արյունով մուտք գործեց երկնային սրբարան, անձեռագործ սրբարան, իր արյունով ներկայացավ հոր առաջին եւ իր արյունով լիովին բավարարեց Հայ Աստծո կամքն ու ծրագիրը, Հայր Աստծո ցանկությունները եւ Աստված ընդունեց իր որդու զոհն ու արյունը եւ բավարար համարեց եւ հիմա այլևս որևէ մարդկային ջանքեր, միջոցներ, զոհեր մեզանից չի պահանջում, որովհետեւ Քրիստոսի արյունը լիովին բավարարեց Աստծո կամքը։ Եվ ասում է, որ հավիտենական հոգու միջոցով Քրիստոսը ինքն իրեն անարատ զոհ մատուցեց Աստծուն, որպեսզի իր արյունով մաքրի, ասում է, ձեր խղճմտանքը մեռելական գործերից։ Քրիստոս իր արյունով մաքրեց մեր խղճմտանքը մեռելական գործերից։ Իսկ այդ մեռելական գործեր ասվածը նախքան այդ կիրառվող գործերն էին, կանոններն ու սկզբունքներն էին, մարդկային ջանքերն էին, որոնցով մարդիկ ուզում էին Աստծո առաջին ներկայանալ եւ ճշմարիտ երկրպագություն մատուցել Աստծուն։ Եվ ասում են, նա սա արեց, որպեսզի դուք կարողանաք պաշտել կենդանի Աստծուն։ Ամեն։ Եթե ինչ-որ մեկը չի կարողանում համարձակությամբ մոտենալ Աստծո շնորհքի գահին, Աստծո հետ ունենալ հաղորդակցություն, համարձակությամբ գալ Աստծո առաջին, ուրեմն նրա մտքի մեջ, համոզմունքների մեջ կա ինչ-որ խառնուրդներ, որը որ խոչընդոտ է հանդիսանում, որ մարդը կարողանա համարձակությամբ մոտենալ Աստծուն։ Բայց այսօր մենք կարող ենք վերջ դնել այդ խառնուրդներին, հրաժարվել ամեն տեսակ խառնուրդներից։ Ամեն։ Եկեք այո, մեր մտածելակերպով, մեր գործերով խառնուրդ չշինենք եւ անբավարար չհամարենք այն, ինչը որ Աստված բավարար է համարում։ Եկեք դել նետենք մեզանից ամեն մի սխալ համոզմունք ու մտածելակերպ եւ նորոգված մտքով մոտենանք Աստծուն ու պաշտենք նրան։ Իսկ դեն նետել գիտեն ինչ է նշանակում։ Դեն նետել նշանակում է այլևս չանդրադառնալ դրան, այլևս դա չբերել, չներառել
խառնուրդ չշինել քո հավատքի, համոզմունքների, սկզբունքների մեջ, Քրիստոսի արյան մեջ խառնուրդներ չշինել։ Այսօր եկեք հրաժարվենք ամեն տեսակ սխալ համոզմունքներից, որ ձևավորվել են մեր ներսում։ Թող ամեն մեկս շեշտը դնենք ավետարանի զորության վրա, Քրիստոսի կատարած գործի վրա, ջանք անենք նրան ավելիով ճանաչելու համար։ Եվ սրա համար մենք պետք է այո կենտրոնանանք հենց Քրիստոսի խաչի գործի վրա եւ ոչ թե մեր հասկացողության կամ որևէ քարոզչության մեթոդի վրա։ Պողոս առաքյալը Կորինթացիների ուղերձում առաջի գլխում ներողություն առաջի Կորինթացիներ 2-րդ գլուխ 1-2 համարներ։ Ասում է ես էլ եղբայրներ, երբ ձեզ մոտ եկա, իմաստասիրական մեծ խոսքերով չէ, որ պատմեցի ձեզ Աստծո փրկության ծրագրի մասին։ Տեսեք Պողոս առաքյալն ասում է, որ իմ քարոզչությունը փիլիսոփայական կամ քարոզչական մեթոդներով չէ, որ ես փորձեցի ձեր ուշադրությունը կամ միտքը գրավել, այլ ասում է ես ձեզ տվեցի ավետարանը, որն Աստծո զորությունն է, եւ դա իր զորությամբ գործեց ամեն լսողի ու հավատացողի կյանքի մեջ։ Երկրորդ համարում ասում է, որովհետեւ իմ մտքում դրել էի միայն մեկ նպատակ՝ ձեզ ճանաչեցնել Հիսուս Քրիստոսին, հենց նույն ինքը խաչված փրկչին։ Աստծո նպատակն է եւ հենց Պողոս առաքյալը Աստծո հոգով ուղղորդված լինելով մեզ կենտրոնացնում է Քրիստոսի խաչի գործի վրա, որպեսզի մեր հավատքը ամուր եւ հաստատուն հիմքեր ունենա։ Ամեն։ Գիտեք, մեզ բոլորիս վստահված է ավետարանի քարոզչությունը, հանձնարարված է հռչակել ավետարանը, քարոզել ավետարանը, առանց այն խառնուրդ շինելու, առանց այն բարդացնելու ավետարանի պատգամը։ Դրա համար մենք պետք է շեշտը դնենք հենց Քրիստոսի կատարած գործի վրա եւ ոչ թե ինչ-որ մեթոդների կամ ինչպես քիչ առաջ ասացինք շողոքորթության վրա։ Տիտոսին ուղված նամակում 3-րդ գլուխ 4-ից 8 համարներ։ Ես այս հատվածով կավարտեմ եւ մենք կկանգնենք աղոթքի գոհություն հայտնելով Աստծուն իր կատարած հրաշալի գործի համար։ Այս խոսքը մեր յուրաքանչյուրիս համար պետք է լինի սկզբունք։ Մենք այս ճշմարտությունները պետք է հաստատողներ լինենք։ Նախ-առաջին հենց մենք ինքներս պետք է հաստատվենք այս ճշմարտությունների մեջ, որպեսզի կարողանանք մենք էլ հաստատենք ուրիշներին։ 3-րդ գլուխ 4-ից 8 համարներ։ Ասում է Աստված, մեր Փրկիչը, իր քաղցրությունը եւ մարդասիրությունը հայտնեց եւ փրկեց մեզ, ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ պարզապես իր ողորմած լինելու համար։ Տեսնում ենք, որ փրկությունը մեր գործերից չէ, մեր արժանիքը չէ, մեր վաստակը չէ, այլ դա Աստծո ձրի պարգևն է։ Ամեն։ Շարունակությունում ասում է. նոր ծնունդ տվեց մեզ մկրտությամբ եւ Սուրբ Հոգու միջոցով վերանորոգեց մեզ։ Աստված մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի միջոցով Սուրբ Հոգին ասում է առատորեն հեղեց մեզ վրա, որպեսզի Քրիստոսի շնորհով արդարացած ժառանգենք հավիտենական կյանքը, որի հույսն էլ ունենք։ Ամեն։ Տեսեք, մեր գործերից կախված ոչինչ չկա այստեղ։ Իր առատ շնորհի միջոցով նա արեց այս ամենը մեր կյանքի համար։ 8-րդ համարը ասում է շատ հրաշալի հատված է, սա հենց այս խոսքը ուղղակի կպավ իմ սրտին եւ այս ամբողջ պատգամս ձևավորվեց հենց այս խոսքի վրա, որն ասում է. այն ինչ որ ասում եմ քեզ, Պողոս առաքյալն ասում, այն ինչ որ ասում եմ ստույգ է։ Այս ներկայացվածը ասում է այն ինչ որ ասում եմ ստույգ է, այսինքն դա անառարկելի, անհերքելի ճշմարտություն է, ճիշտ ու սխալի համար քննարկման ենթակա չէ։ Այս խոսքերը Պողոս առաքյալը միայն Տիտոսին չի ասում, այլ բոլոր նրանց, ովքեր որ հավատացել եւ ընդունել են Քրիստոսի խաչի քարոզչությունը, ովքեր որ իրենց մեջ ունեն ավետարանի զորությունը, բոլորից վերաբերում է այս խոսքը, որ մենք այո շեշտը դնենք հենց այս կետերի վրա, որովհետեւ դա անփոփոխ ճշմարտություն է։ Ինչ կետեր է այստեղ ասում Պողոս առաքյալը, որ մենք պետք է հենց շեշտը դնենք դրանց վրա։ Դա Աստծո բարությունն է, դա Աստծո ողորմությունն ու սերն է։
դա մեր փրկությունն է, դա նոր արարած լինելն է, Սուրբ Հոգու լեցունությունն ու նորոգությունն է, մեր արդարությունն է եւ հավիտենական կյանքն է։ Ամեն սրանց վրա մենք շեշտը պետք է դնենք։ Այս ամենը Աստված մեզ տվեց Հիսուս Քրիստոսի միջոցով, շնորհեց մեզ, եւ սա ընդունած լինել նշանակում է ողողված լինել Քրիստոսի շնորհով։ Պողոս առաքյալը առաջի Տիմոթեոս 1:14-ում ասում է. մեր Տերը ինձ ողողել է իր շնորհքով, տալով ինձ այն հավատքի սերը, որ կա Հիսուս Քրիստոսի մեջ։ Մենք ունենալով սա նշանակում է, որ ողողված ենք Քրիստոսի շնորհով եւ ունենք այն նույն հավատքի սերը, որ կա Հիսուս Քրիստոսի մեջ։